Դավիթ, ինչ տեղեկություններ կան Նարեկի վիճակի մասին, գիտենք արդեն երրորդ օրն է հացադուլի մեջ է, ինչ տեղեկություններ կան այդ թվում եւ նրա առողջականի վերաբերյալ։ Ընդհանուր ժամեր առաջ տարածվեց քաղաքական բանտարկյալ իմնեմնիմի ոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի ուղերձը, որտեղ նա նշում էր, որ ինքնազգացողությունը բավարար է, մարտական ոգին տեղն է եւ մենք երեկվայից գիտենք, որ նրան տեղափոխել են պատժախոց, որը որ չլսված բան է, որովհետև հացադուլավոր մարդուն պետք է հատկացնել հատուկ խոց, որպեսզի բավարար պայմաններ լինեն։ Բայց մենք ֆիքսում ենք, որ այս իշխանությունները անգամ այդ հարցում փորձում են շատ քինախնդիր մոտեցում ցուցաբերել եւ սա ըստ էության այս ապօրինությունների շղթայի հերթական կտորն է, որը որ մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 13-ին, այնուհետև շարունակվեց այդ հաջորդ արարը, վերջերս տեղ ունեցած դատական նիստներ, որի շրջանակներում դատարանը ապօրինաբար երկարացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի կալանքը եւ հենց դատարանի դալիճում Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժապկետ հացադուլ։ Ձեզ հայտնի է, օրինակ ՄԻՊ ներկայացուցիչները նրան այցելել են, ինչ վիճակ են արձանագրել այդ թվում եւ նաեւ ինչպես նշեցիք, պատժախոց տեղափոխելու վերաբերյալ հազանգ եղել է։ Այդպիսի տեղեկություն չկա եւ հաշվի առնելով թե ինչպիսի իշխանություն է Հայաստանի Հանրապետությունում, ներողություն, ապա բնավ զարմանալի չէ, որ պատկան մարմիններից որևէ արձագանք չկա։ Եղել է հորդոր դադարեցնելու հացադուլը, որովհետև ըստ էության այն ծայրահեղ միջած է։ Քաղաքական բազմաթիվ դերակատարներ հորդորել են դադարեցնել հացադուլը, բնականաբար սրտացավ վերաբերմունքից ելնելով։ Այնուամենայնիվ պետք է փաստեմ, որ բոլորիս պարտքը, այսպես ասած, որպես քաղաքացի, որպես մեդիադեմքեր, որպես հասարակական քաղաքական գործիչներ, մենք բոլորս ունենք մեկ պարտականություն՝ սատար կանգնել Նարեկ Սամսոնյանին իր ընտրած պայքարի մեթոդաբանության համատեքստում, որովհետև այսօր յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալ, այդ թվում հատկապես հացադուլի մեջ գտնող քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը ունի այդ աջակցության կարիքը եւ պետք է ոչ թե խոսել հացադուլը դադարեցնելու կամ նմանատիպ բաների մասին, այլ պետք է ընդհակառակը աջակցել նրան իր պայքարի ընտրած մեթոդաբանության մեջ, որովհետեւ նա հստակ գիտակցել է թե ինչի է գնում, հստակ գիտակցել է հետևանքները եւ այնուամենայնիվ պետք է փաստել, որ Նարեկ Սամսոնյանը կոտրվող տեսակ չէ եւ հստակ շարունակելու է իր քաղաքական պայքարը այս իշխանությունների կայացրած ապօրինի որոշումների դեմ, որոնց մենք բազմիցս ականատես ենք լինում։ Ձեր կարծիքով գլխավորապես, եթե համարում եք Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սահաթելյանին եւ նաեւ այստեղ գտնվող մարդիկ նաեւ Դավիթ Համբարձումյանին եւ առհասարակ Հայաստանում շեշտվում է քաղբանտարկյալների արկայության մասին, ինչու է իշխանությունը կոնկրետ պատժում Նարեկին ու Վազգենին։ Իշխանությունները քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սահաթելյանին թիրախավորելով ոչ միայն թիրախավորեցին իրենց, այլև ողջ խմբագրությունը ըստ էության, այլև նրանք թիրախավորում են ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը եւ թիրախավորում են նաեւ ԶԼՄ-ներին։ Սա հազանգ է նաեւ ԶԼՄ-ների համար, որովհետեւ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը մեդիագործիչներ են իրենք եւ վարում էին իմնեմնիմի ոդքասթը, որը որ բավականին մեծ ճանաչում ուներ եւ փորձ արվեց տորպեդահարել այդ գործընթացը, եւ բնականաբար դա նրանց չհաջողվեց
եւ հիմա նրանք այս սերտական ապօրինի որոշումով փորձ են անում ավելի, այսպես ասած, ճնշել, որը որ նրանց չի հաջողվելու նորից։